Գոհ է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին Փաշինյանի վարած ներքին կամ արտաքին քաղաքականությունից։ Ոչ ներքին քաղաքականություն ունեն սրանք, ոչ էլ արտաքին քաղաքականություն ունեն։ Ըստ Արար հիմնադրամի սոցիոլոգիական հետազոտության արդյունքների, հարցմանը մասնակցած 1071 քաղաքացիների 59%-ը կարծում է, որ Փաշինյանը արտաքին սխալ քաղաքականություն է վարում։ 68%-ը համոզված է, որ Փաշինյանը սխալ է վարում նաև ներքին քաղաքականությունը։ Երևանում մարդիկ դժգոհ են Հայաստանի իշխանությունից։ Ուր է իշխանություն, բայց մենք իշխանություն չունենք։ Չէ, գործ։ Ոչ, գործ չեմ։ Բոլորովին գործ չեմ։ Չնայած Փաշինյանի եւ իր թիմի անխնա ճիգերին, հայ առաքելական եկեղեցու վարկանիշը անչափելի բարձր է։ Մայիսի 30-ից էր վարչապետը սկսել իր հակաեկեղեցական արշավը։ Առավոտ կանուխ նախ սաղմոսներով, ապա տգեղ բառապաշարով Փաշինյանը ստատուսներ էր շաղ տալիս Facebook-ում։ Սրբազան գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Բայց վարչապետի եւ ԿՊԱ-կանների հակաեկեղեցական բոյկոտին չի տրվել ժողովուրդը։ Արար հիմնադրամի հարցմանը մասնակցած 1071 քաղաքացիների 60%-ը նշել է, որ գոհ է հայ առաքելական եկեղեցու ներկայիս գործունեությունից։ Եկեղեցուց գոհ լինելը ո՞րն է։ Իմ եկեղեցին է, ես հայ քրիստոնյա եմ եւ անպայման պաշտպանում եմ իմ եկեղեցուն։ Թե հիմա այնտեղ ինչեր է կատարվում, դա ոչ մեկի գործը չի։ Իմ կարծիքն է դա։ Իհարկե գոհ եմ, ոնց կարող եմ գոհ չլինել։ Դա մեր եկեղեցին է, մեր սրբությունն է, իհարկե գոհ եմ։ Շուր հայ մարդ, ով ծնվել է հայ, կապ չունի աշխարհի որ մասում է ծնվել ինքը պարտավոր է հաճախել հայ առաքելական եկեղեցի ամեն կիրակի օր ժամը 10-ին պատարակներին մասնակցի, հաղորդություն վերցնի, որովհետև գրված է, ես եկել եմ հիվանդների համար, այսինքն մարդիկ, ովքեր մեղքերի մեջ են ապրում։ Ըստ Արարի հարցումների մեր երկրում մյուս բարձրագույն արժեքը բանակն է։ 2024-ի հոկտեմբերին հարցման մասնակիցների 65%-ը գոհ է եղել բանակից։ Իսկ այս տարվա տվյալներով բանակից գոհ է հարցվածների 61.7%-ը։ Լսում եմ, որ ապահովում են ցանցերով, ինչ որ գործեր են կատարվում, բայց չեմ կարող ասել, որ լիարժեք տեղյակ եմ։ Իհարկե տեղյակ չեմ։ Ո՞վ է տեղյակ։ Ոչ մեկս։ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, իհարկե, ճիշտ է նոր էր ստեղծվում, բայց բուռն էր ամեն ինչ։ Մենք բոլորս ուրախ էինք, ուզում էինք, թեպետ շատ դժվարություններ կար, բայց հաճույքով էինք հաղթահարում։ Հիմա մի քիչ ոնց որ ընկճված ենք, տխուր ենք։ Հայերի սոցիալ-տնտեսական վիճակը ըստ հարցումների այդքան էլ վատ չէ։ 1071 հարցվածներից 30%-ի սոցիալ-տնտեսական վիճակը վերջին 5 տարում բարելավել է, իսկ 40%-ի վիճակը նույնն է։ Երևանում սակայն համոզված չեն մարդիկ, որ իրենց սոցիալ-տնտեսական վիճակը վերջին 5 տարում լավացել է։ Ես դժգոհ եմ շատ ամեն ինչից, ապրելու ձևից, թանկացումներից, ամեն ինչից դժգոհ եմ։ Ես որպես Հայաստանի քաղաքացի շատ գոհ եմ եղել Դեմիրճյանի օրոք եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Եվ իմ շրջապատում էլ տեսել եմ շատ մարդկանց, որոնք որ գոնե մի քիչ նորմալ ապրել են։ Մի քիչ էժանություն էլի, մի քիչ թոշակ ավելացնեն, ես ինչ վիճակ է։ Օր սիգարետը դառել է 700 դրամ, 100 դրամ ավելացրել են, գոնե իշտեն ավելացնում են օր։ Իսկականից բան եմ ասում, ես կավրեմ, դու կավրես, ենի կավրի, բայց մեղք են, ժողովուրդ կա, որ իրոք չի կարող ապրի։ Մարդիկ կարոտով են հիշում հին ժամանակները եւ դիմանում են հույսով, որ Հայաստանում ինչ-որ մի բան ի վերջո փոխվելու է։ Լանա Ամբարձումյան, Աշոտ Մնոյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։